5 ժամվա տարբերությամբ երկու բողոքի ցույց են արել Բերլինի հայերը երեքշաբթի։ Ազատ արձակեք քաղբանդարկյալներին, դադարեցրեք եկեղեցու դեմ հարձակումները գրության պաստառներով ու վանկարկումներով։ Գերմանիայի հայ համայնքը նախ ակցիա է արել այն պահին, երբ արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում է եղել Նիկոլ Փաշինյանը։ Շատ փակ դեր ունեցա այդ ամբողջ իրականությունը եւ այնտեղ մասնակցել են, այսինքն ընտրված մարդիկ, այսինքն դա համայնքի հետ կապ չունի ընդհանրապես։ Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ներկայացուցչի խոսքով այդ հանդիպման մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահել հայ համայնքից։ Համայնքից որևէ մեկը չի հասցրել գրանցվել ու մասնակցել հանդիպմանը։ Փոխարենը Գերմանիայում ապրող հայերի մի խումբ հասցրել է դավաճան բղավել Փաշինյանի հետևից այն պահին, երբ նա արտգործնախարար Միրզոյանի հետ դուրս եկած է եղել Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպումից։ Դրան ընդառաջ մարդու իրավունքների մի շարք կազմակերպություններ, նաև Գերմանիայոց կենտրոնական խորհուրդը համատեղ նամակ էին հղել Գերմանիայի կանցլեր պարոն Մերցին։ Կանցլեր Մերցին գերմանահայերը փորձել են Փաշինյանի հետ հանդիպումից առաջ նամակով տեղյակ պահել, որ Բաքվում հայ գերիներ կան, Հայաստանում քաղբանտարկյալներ, ու որ Փաշինյանը արշավում է հայ առաքելական եկեղեցու դեմ։ Սամվել Լուլուկյանը այդ նամակից մի հատված է կարդում։ Կարևոր ենք համարում անդրադառնալ նաև հենց Հայաստանում դիտվող վտանգավոր զարգացումներին, որոնք ավելի են խորացնում երկրի ներքին լարվածությունը։ Դրանց թվում խոսքի ազատության սահմանափակումը, քաղաքական դրդապատճառներով քննադատների եւ այլընտրանքային կարծիք ունեցողների հետապնդումը։ Գերմանիայի հայ համայնքին հանգիստ չի տալիս միտքը, որ Հայաստանում բանտերում են հայտնվում ընդդիմադիր գործիչներ ու հոգևորականներ։ Պահանջում են օր առաջ ազատ արձակել նրանց։ Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Stop attack on Armenian Church. Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։